Հաջորդի երկրի ղեկավարի պաշտոնում ում կուզենաք տեսնել եւ ինչպիսի քաղաքական թիմ է պետք, որ կարողանա երկիր դուրս բերել։ Իհարկե ազգային ուժ, պարոն Քոչարյանին, այս բան ես ուրիշ այդքան ուժեղ, այդքան հավատարիմ ազգին, այդքան ամենակարող ես կարայի ասեմ, չեմ տեսնում, ասպարեզում չեմ տեսնում։ Ինքը նաև գիտի ծևերը, գիտի երկիրը ոտի անելու, իր հպարտությունը, արժանապատվությունը փոխանցվելու ժողովրդին։ Ես ընդդիմություն եմ, բացի ԿՊ-ից, իր պատժկերով, ես իրանց դեմ եմ։ Ընդդիմություն, բոլորին պատժկայեմ անում, բացի ԿՊ-ից։ Всё։ Մեր ժողովուրդը տանջվում է Նիկոլի ձեռին։ Սա ես օրինակ ըստեից եմ էլի, Դիլիջանում Նիկոլին բալետանողները շատ են, ինչ են, գիտեմ չեմ տնանց խասյաթը, բայց Նիկոլը պետք է մեզանի ազատվի 100%-ով։ Ինքն է, մենք, ինչ տարբերություն է։ Մեզ քաղաքական պետք գնա Ռոբերտ Քոչարյանի պես պինդ մարդ, զիք մարդ։ Սերժը մի քիչ լավ չաշխատեց։ Էզմին էլ вообще լավ չաշխատեց։ Դրանք լավը չեն։ Բայց Ռոբերտ Էլի կարող վերականգնի մեր հայությունը վերականգնի հայ ժողովրդին։ Այս Ռոբերտ Քոչարյանին նոր չեմ ճանաչում։ 92 թվից գիտեմ։ Որ իրանք ինչ պայքար են արել։ Հայաստանի կյանքում ներքաղաքական կյանքում Քաղաքական կյանքը մենա որ մեզ պետք է մի հատ լավ առաջնորդ, լավ տղամարդ, որ կրանա փոխի։ Այս վիճակից հանի ժողովրդին, այս վիճակից հանի։ Այս պահին տեսնում եմ Քոչարյանին, որովհետև նա ունի անցած ճանապարհ, մարտական ճանապարհը մի կողմ, որ դա էլ է շատ դրական եւ շատ կարեւոր, եւ նրա քաղաքական եւ հայացքները, եւ անցած ճանապարհը, եւ միջազգայնացաններում նրա դիրքը, նրա կեցվածքը, նրա հազդու խոսքը, համոզիչ խոսքը եւ այն որ նա խոսում էր Ալիևի կողքին եւ Ալիևի գլուխը կախեր, այդ կադրը քիչ ամնում մեծացնեմ, մեր տան պատին կացնեմ, որովհետեւ Ալիևը նրա մոտ գլխիկոր էր, բոլորը կարող են դա ասել։ Նրա կառավարման տարիներին ես ինքս աշխատելուց եմ եղել, մեր տնտեսությունն էլ ոտքի կանգնել ժողովրդի ամեն ինչով կարգավորվել է։ Իր ժամանակ ոչ գազ հանգացավ, ոչ հոսանք հանգացավ, ոչ ջուր հանգացավ։ Մարդիկ ապրում էին արժանապատիվ։ Դե հիմա ուզում ենք այդ արժանապատությունը վերականգնվի, մենք ռեալ խաղաղություն ունենանք, արժանապատիվ խաղաղություն ունենանք։ Ես բոլոր նրանց եմ աջակցում, ովքեր Արցախի համար են մտածում։ Եկել եմ Նիկոլին դուրս հանել, այդ абսուրդ։ Ես Հայաստան դաշինքին չեմ սատարում այսօր, ես Հայաստան դաշինքին սատարում եմ արդեն 5 տարի։ Սպասելիքները մեծ են, սպասելիքներն այն է, որ Հայաստանից վերջնականապես քշենք թրքահապատակ Սրիկայախմբին։ Դաշինքի առաջնորդը 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրանից առաջ էլ Արցախի Հանրապետությունը ավելի վատ պայմաններում, ավելի վատ պայմաններում է ստանձնել կառավարումը երկրների ու երկիրը երկու երկիրն է, երկու հայկական պետություններն են անվնաս դուրս է բերել ճգնաժամից։ Հույսով ենք ու վստահ ենք, որ այս անգամ եւս այդպես է լինելու։ Իրանք կարող բարգեն թե չէ երկիրը գործանում արդեն։ Հողերը տալով եկել են արդեն։ Սյունիկներ որ տվին են ապրծածանք։ Այստեղ գյուղ ունենք, աղավնամանք։ Միջև աղավնամանքը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ բանը սարքեցին ասֆալտը եւ միջև հիմա այդ ասֆալտը կա ես առաջի անգամ տեսել եմ որ շեբենը լցրած լվանում էին շեբենը այդ ասֆալտը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Լինսի հիմնադրամով այդ էլ ասեմ միջև հիմա այդ ասֆալտը աշխատում է բայց Երևանում ինչերա կատարվում ասֆալտ չկա այնտեղ լրիվ հերնանիցված է Մենակ ԿՊ-ն չընտրվի Դուքեր են այս ժողովրդին ինչու։ Ինչու։ Խեսուտ տարի տենում ենք, էլ ինչ են անում։ Այս արկա մարտահրավերների ֆոնին ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ Հայաստանը։ Տղամարդ։ Կոշիկլի զող չելի մենակ։